Ցայք հերոստանգերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Կախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Միխայել Մկրտչյանին։ Բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Բժիշկ, քանի որ տարին մոտենում է ավարտին, փորձենք այսպես ամփոփ տեսքով ներկայացնենք, թե 2025-ը ինչ տվեց Կախուրյանի բժշկական կենտրոնին։ 2025-ը ահագին խոստումնալից տարի էր Կախուրյանի բժշկական կենտրոնի համար։ Այս տարի մենք ներդրեցինք լաբորատորիայում որակի կառավարման համակարգը, ձեռք բերեցինք լաբորատորիայի համար նոր սարքավորումներ, կատարեցինք հիվանդանոցում մի շարք վերանորոգման աշխատանքներ, թե հիվանդանոցին կից հատվածները, թե հիվանդանոցի ներսում։ Շարունակում ենք նույն տեմպերով, ինչպես նաև բարձրացնում ենք հիվանդանոցի ծառայությունների որակը։ Նշեցիք, որ լաբորատորիայում ներդրվել է որակի կառավարման համակարգը։ Մի փոքր մեզ ներկայացնեք, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Ուրեմն որակի համակարգը իրանից ներկայացնում է բազմապրոֆիլ, շատ բարդ համակարգ։ Այսինքն սկսվում է հիվանդանոցի կառուցվածքից մինչև ամենավերջի աշխատողը կամ ամենավերջի անկյունը։ Դա բոլորը ներառվում է այդ որակի մեջ։ Աշխատողը պետք է հստակ գիտակցի իր անելիքները, ինքը ինչին է պատասխանատու, իր կատարված աշխատանքի հետևանքները ինչ կարող են լինել, ինքը դա ինչի համար է անում։ Ինձ թվում է մարդը եթե գիտե դա ինչի համար է անում, ինքը ավելի որակյալ կկատարի այդ աշխատանքը։ Ու սարքավորումների ինտեգրումը ժամանակակից համակարգերին, սարքավորումների աշխատանքի որակի հսկումը, եթե մենք ինչ-որ հետազոտություն ենք կատարում, որը կասկածվում է պատասխանը, մենք այդ նմուշը երկու մասի ենք մինչև հետազոտություն կատարելը բաժանում։ Հաջորդ կեսը ուղարկում ենք ուրիշ տեղ հետազոտության։ Հետաքրքիր մոտեցում։ Այո։ Եթե համադրվող արդյունքները, ուրեմն խնդիր կա բուժառուի մոտ արդեն։ Իսկ եթե սխալ է պատասխանը, հետ ենք գալիս այդ սխալի հետևից, հայտնաբերենք, թե որտեղ է խնդիրը, սարքավորումն է խնդիր տվե, թե ռեակտիվի խնդիրն է, այսինքն հնարավոր է ռեակտիվի պահպանման ժամկետն է անցել կամ ինչ-որ բան, թե այդ ամեն ինչն է իր հերթին է որակով հսկվում, որ դրանք չլինեն, բայց թե հնարավոր է դա ամեն ռիսկերը կան միշտ։ Ռիսկի գործոնները միշտ առկա են։ Այո, որտեղ մարդը կա, ռիսկը կա։ Այո։ Այս համակարգի ներդրումը բարդություններ առաջացրեց ընդհանուր գործունեության մեջ։ Իհարկե, հենց ներդրումը ինքիրանով բարդ process է, հակին ծավալուն, թղթաբանությունը, հակին գրականություն, այնտեղ մեծ աշխատանքներ են կատարել, մինչև այդ ամեն ինչը տեղադրել բրձել ենք, ավարտել ենք։ Հետո էլ արդեն ներկայացրել ենք, որ ավարտել ենք, եկեք գնահատումը արել են։ Համապատասխան մասնագետները։ Ձեզ մոտ նաև իրականացվել է վերանորոգման աշխատանքներ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Խնդրեմ ավելի մանրամասն ներկայացնեք դրա կարիքը երբվանից կար, վերջին անգամ երբ է օրինակ վերանորոգում իրականացվել։ Վերջին անգամ վերանորոգում կատարվել է Մանուկյան Զավենի օրոք, ամբողջովին կարելի ասել հիմնանորոգվել է վիրահատական բաժանմունքը, դրանից հետո արդեն վերանորոգում կատարեցինք լաբորատորիայում, որովհետև որակի ներդրումը անհրաժեշտություն էր արդեն, առանց դրա փակում առաջնային պայման չէր կարող աշխատել լաբորատորիան, այո։ Եվ հետևեց արդեն վիրահատարանի վերանորոգումը ամբողջովին ու փոքր տեղեր էլի կաբինետներ արդեն առանձին վերանորոգում են կատարում։ Մի փոքր ուզում եմ անդրադառնանք ընդհանուր առողջապահական ոլորտում թվայնացմանը։ Ինչ տվեց թվայնացումը եւ օրինակ ասենք հենց ձեր բժշկական կենտրոնում այն ինչպիսի գնահատանքի արժանացավ։ Ուրեմն թվայնացումը ինքը շատ լավ բան է, ողջունելի է,
Թվայնացման հետևանքով հիվանդանոցը ազատվում է լիքը թղթաբանությունից, ավելնորդ այդ քաշքշոցից։ Թվայնացման հետևանքով ամենակարևոր բաներից մենք որ ուզում եմ շեշտել, դա հերթերի կառավարումն է։ Այսինքն բուժառուն կամ այն մարդը, որն ուզում է գալ Ախուրյանի բժշկական կենտրոն կամ առհասարակ բոլոր ԱԱՊ ուղղակները, ինքը կարող է իր հեռախոսով այց բացել, գնացվել ժամ վերցնել, այդ ժամից 5 րոպե շուտ մտնել բուժ կենտրոնը, բժշկական կենտրոնը ու մտնել բժշկի մոտ։ Այսինքն եթե մեկ բժիշկով է ավարտվում իր այցը, ինքը ամենաշատը հիվանդանոցում մնում է 20-ից 25 րոպե։ Ինձ թվում է դա իդեալական տարբերակ է բուժառուի համար։ Հիմա մեզ մոտ այցելում են եւ գրանցված, այսինքն նախորոք այց բացած բուժառուներ եւ մարդիկ, որոնք որ չեն բացել։ Բնականաբար այդ մարդը իր ժամից 5 րոպե շուտ մտել է ներս, մոդենում է, վերցնում է իր ժամանումը ստանում է, գնում է բժշկի մոտ, դեռ արդեն վիճաբանություն է առաջանում, թե ինչի համար թե հերթ կանգնածը ոնց պիտի թույլ տա, որ այո, համակարգով ես տունը գրանցվի, հերթս վերցրել եկել եմ։ Ու այդ խնդիրները փորձում ենք լրիվ հարթել, ցույց տալով ճիշտ ճանապարհն, որ պետք է տունը հերթ վերցնել, ընդամենը 5 րոպե այդ 5 րոպե չի տևում, այդ արմետ մտնել, ժամ վերցնել, որ ժամին գալու ժամանակի ընթացքում հարթվող խնդիր է։ Միանշանակ դա շատ կհետևացնի բժշկական կենտրոնի աշխատանքը։ Բժիշկ Մկրտչյան, պոլիկլինիկ ծառայություն եւ ստացիոնար ծառայություն համատեղելիությունը ինչպես է ստացվում։ Ունի իր բարդությունները, բայց նորմալ ստացվում է, խնդիր չկա։ Այսինքն ինքը երկար տարիներ է պոլիկլինիկան եւ բաժանմունքը համատեղ աշխատել, ինտեգրվել բրձել է ամբողջովին։ Աշխատողները արդեն իրար մեջ ինտեգրվել են, թե պոլիկլինիկ ծառայության, թե բաժանմունքի, ինձ թվում է առանց մեկը մյուսի արդեն դժվար է պատկերացնում։ Դե փորձենք առանձնացնել էլի այդ տարբերակը։ Եթե անդրադառնանք առանձին բաժանմունքների մատուցած ծառայություններին, ամենաբարդ եւ պատասխանատու բաժանմունքը ըստ ձեզ, որն է։ Մեր կենտրոնում։ Այո։ Մեր կենտրոնում մենք մատուցում ենք պլանային դեպքերը, պլանային հիվանդություններ, պրակտոլոգիական լոր ծառայություններ, վիրաբուժական ծառայություններ։ Մեզ մոտ աշխատում է բարձր որակ ունեցող բժիշկ պրակտոլոգ Կնյազյան Արմենը, որի մասին ինձ թվում է բոլորը արդեն քաջատեղյակ են, ինքը ունի շատ բարձր բժշկական պատրաստվածություն եւ բարձր մարդկային որակ, այո, որով ոչ թե ցույց կտա կատարած վիրահատությունները, թե ինչ վիրահատություններին կարել, այլ թե ինչքան հոգատար է ինքը հիվանդների հանդեպ, ինչ մարդկային մոտեցում է ցույց տալիս ինքը հիվանդներին։ Դրա համար արդեն ինքը ունի շատ բարձր որակ։ Արդեն 2 տարի է ինչ դուք ղեկավարում եք բժշկական կենտրոնը, ինչպես ստացվեց, հեշտ էր անցումը բժշկից դեպի տնօրենի պարտականություններ։ Դες մինչև այդ եղել եմ կենտրոնի փոխտնօրենը։ Այսինքն արդեն ունեիք այդ փորձը։ Այո, դժվար է։ Ղեկավարման։ Ամեն քայլը իր հերն դժվարությունները ներկայացնում է, բայց ինչքանով ես դու պատրաստ այդ դժվարությունների միջով անցնել, հարցը դրանում է։ Մարդ պետք է պատրաստ լինի ամեն ինչին էլ։ Բայց քանի որ դուք նաև քիչ կոկորտականջաբան եք, այս պահին զբաղվում եք ձեր մասնագիտությամբ, դժվար չէ՞ թողնելը։ Դժվար է, բայց եթե գնացել ենք այդ քայլին, պետք է դրան պատրաստ լինենք։ Իսկ արդեն ներկայում ինչպես է գնահատում այս ծառայության մատուցումը։ Լոր ծառայության, այո։ Հիմա մենք ունենք լոր բժիշկներ, որոնք շատ բարձր որակի մատուցում են ծառայությունները։ Ուզում եմ հասկանալ, որպես մասնագետ խիստ եք վերաբերվում։ Իհարկե, պետք է միշտ նշաձողը բարձրացնել, ավելի բարձրացնել միշտ, որովհետեւ այստեղ հարցը ոչ թե աշխատանքն է, այլ հարցը կայանում է նրանում, մեր աշխատանքի կենտրոնում գտնվում է մարդը։ Մենք մարդու հետ ենք աշխատում։
ինչքան մենք բժիշկից ավելի շատ պահանջենք որակ, այնքան այդ մարդու առողջությունը արագ կվերականգնվի ու այդ մարդը գոհ կգնա մեզանից։ Պահանջելով որակ բժշկից, ինչպես է դասավորվում բժիշկ-բուժառու կապը։ Շատ լավ։ Բժիշկը արդեն իր էթիկայից դուրս գալով, իր էթիկական բարձր մակարդակներից ելնելով բուժառուի հետ շատ բարձր մարդկային հարաբերություններ է կարգավորում, դրսևորում։ Իսկ Ախուրյանի բժշկական կենտրոնում միայն Ախուրյան համայնքի բնակիչներն են սպասարկվում, թե նաև հարակից համայնքներից են օրինակ գալիս։ Մեզ մոտ այցելում են եւ Ախուրյան համայնքից, եւ Գյումրիից, եւ հարակից մարզերից, բոլոր տեղերից։ Ինչ որ կոնկրետ խտրականություն չկա, որ պետք է այստեղ։ Չէ, ով դիմեց, բոլորին է բուժում ենք։ Հաճախ հանդիպող հիվանդությունները հիմնականում, հա, կենտրոնում որոնք են։ Ինչպես կենտրոնում, հա, ստացիոնար բուժման առումով, այդպես էլ պոլիկլինիկ ծառայությունում։ Ստացիոնարում հաճախ հանդիպող հիվանդությունները դա աղիքային թութկերն են, կիստաներն են, կդի միջնապատերը, իսկ պոլիկլինիկ հատվածում այնտեղ արդեն սեզոնային է։ Զարգերակային կեսչնշումը, շաքարային դիաբետները դրանք սեզոնի հետ կապ չունեն, լինում են, որ սեզոնի հետ որոշակի սրացումներ լինում են, բայց այդ քրոնիկական հիվանդությունները միշտ էլ կան, բայց սեզոնից կախված արդեն սրանում են թե վիրուսային հիվանդությունները, թե աղիքային հիվանդությունները, արդեն մենք գիտենք, որ սեզոնին ինչ է սպասվում մեզ, նախորդ պատրաստվում ենք, որի համար եւ հորդորում ենք բնակչությանը, որպեսզի սեզոնի հետ կապված պատվաստումները ստանան գրիպի վիրուսի դեմ, որովհետեւ դրանով իրանք պաշտպանում են եւ իրենց ընտանիքին եւ հասարակությանը։ Հիմա ժամանակն է պատվաստվելու։ Սուր շնչառական վիրուսներից քանի որ խոսեցինք, սա բոլորի, ինչպես մեր հեռուստադիտողների, այնպես էլ բոլորի հա ցավոտ թեման է, որովհետև ցուցանիշը շատ է բարձրացել։ Բայց այնուամենայնիվ, հա, գերատեսչական մարմինները ասում են, որ չկա այդպես համաճարակային իրավիճակ։ Այո, չկա համաճարակային իրավիճակ։ Բայց նույնիսկ կրկնակի վիրուս են տանում, ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները, ինչ պետք է արվի այս ամենը։ Պետք է պատվաստվի, դա լավագույն միջոցն է։ Իսկ եթե արդեն հիվանդացել են, արժե պատվաստվել։ Իհարկե։ Հիվանդանալ դա դեռ չի նշանակում, որ իմ կայուն իմունիտետ է ձեռք բերում, որտեղ շտամները տարբեր են, տարբեր շտամներ են առաջանում։ Կարող է դու այսօր հիվանդացել ես այլ շտամով, 10 օր հետո դու այլ շտամով ես հիվանդանում։ Իսկ պատվաստանյութը դա պաշտպանում է ահագին շտամներից, չեմ ասում բոլոր շտամներից է պաշտպանում, բայց ահագին շտամներից պաշտպանում է։ Եթե շտամները տարբեր են, դա կարելի է ենթադրել, որ կլինիկական ախտանշաններն էլ են տարբեր։ Հնարավոր է նույնն էլ լինի, հնարավոր է եւ տարբերվի, բայց դա պետք է արդեն հենց պրոֆեսիոնալ մասնագետը նայի, որ հասկանա, հիվանդը չի կարող ասել ինքը ես ինչ շտամով է հիվանդացել, թե մյուս շտամով, դա պետք է շտամը առանձնացվի, ուղարկվի հետազոտության, հիմնականում այդպես է տարբերվում։ Բնականաբար բուժառում չի էլ տարբերի շտամները, այնուամենայնիվ ինչ ախտանշանների դեպքում առաջին իսկի հայտ գալու պահից սկսած դիմի բժշկի։ Ջերմության դեպքում պետք է արդեն դիմել բժշկի, թուլության դեպքում պետք է դիմել բժշկի։ Առհասարակ ինչ օրգանիզմում եթե ինչ որ բան փոփոխվել է, պետք է դիմել բժշկի։ Չսպասել բարդանալ իրավիճակը։ Չսպասել որ լավանա։ Դա շատ դեպքերում շփոթում են այն մտքի հետ, որ ասում են բուժես չբուժես, ինքը 7 օր է տևում գրիպի վիրուսը, կամ սովորական մրսածություն է, չգիտեմ ինչ։ Հա, լավ կլինի դիմել բժշկի, բժիշկը ասել մրսածություն է, գնատուն կանցնի, քանց թե սպասել, հետո վիրուսը բարդացումներ տա, հետո թոքավորվեր զարգանալ ու արդեն ընկնել ավելի ծանր իրավիճակների մեջ։ Որովհետև երբեմն նաև հակաբիոտիկներ են մարդիկ, հա, իրենց համար գնում դեղատնից գնում։ Հիմա էլ չեն կարող ապտեկաներից, դեղատներից հակաբակտերիալ դեղամիջոցներ գնել, անտիբիոտիկներ,
դա պետք է բժշկի նշանակումը լինի, որովհետեւ տեղատունը կարող է վաճառք ապահովի, այլապես տեղատունը չի կարող վաճառել։ Դրանից արդեն ազատվում է մեր ազգաբնակչությունը հավելյալ հակաբիոտիկներ օգտագործելուց։ Համագործակցություններ այլ բուժհաստատությունների հետ հաճախ է իրականացվում։ Իհարկե, մենք մեր հիվանդանոցում չունենք բոլոր ծառայությունները, այդ ծառայությունները մատուցելու համար բնականաբար մենք համագործակցում ենք բոլոր մեր հիվանդանոցների հետ Հայաստանի Հանրապետության, որտեղ հնարավոր է։ Այստեղ չկա ինչ որ առանձնահատկություն, թե ում հետ պետք է համագործակցենք։ Համագործակցում ենք բոլորի հետ։ Դա արտաքին համագործակցությունը, հա, մեծ մասշտաբի, իսկ ներքին համագործակցությունը, հա, որպես թիմային աշխատանք եւ որպես թիմի ղեկավար, ինչպես եք գնահատում։ Շատ բարձր, մեր թիմը մեր հիվանդանոցի ուժն է։ Մենք ունենք շատ լավ թիմ, որը ամենի ջանոր հիվանդանոցանը բարձր պահի։ Այնտեղ գաղափարը, որն է հիվանդանոցի ներսի, որ ամեն կաբինետ ունի իր տնօրենը։ Այսինքն կաբինետում բժիշկը ինքն է տնօրեն, ինքն է պատասխանատու իր աշխատանքի, իր գոլեգայի, իր քույրի, վերջը, դա ամեն ինչի համար։ Այսինքն դուք տվել եք այդ հնարավորությունը։ Իհարկե, պետք է մարդ տնօրենի ինքը իր շրջապատին, որովհետեւ կարողանանք հասնել արդյունքի, այլապես տնօրենը չի կարող միանձնյա, հա, որոշումներ կայացնել, սա այսպես է եւ վերջ։ Մենք թիմային աշխատանք ենք վարում, թիմային որոշումներ ենք կայացնում, քննարկում ենք բոլոր հարցերը, որովհետեւ ունենանք բարձր արդյունք։ Այս դեպքում յուրաքանչյուր բարդ հարց ինձ թվում է շատ ավելի սահուն եւ հստակ կլուծվի։ Իհարկե, դրանից նաեւ ազատվում ես դու միասին պատասխանատվություն կրելուց։ Դա էլ է կարևոր։ Ճիշտ է։ Առաջիկայում ինչպիսի անելիքներ եք նախատեսում կամ պլանավորած արդեն ունեք։ Նախատեսում ենք հիվանդանոցի վերանորոգում ամբողջական, ընդհանրակարգեր կան, պետք է դրանցով անցնենք, ուզում ենք որակը ընդլայնել, դրա համար քայլեր ենք անում։ Ամբողջ բժշկական կենտրոնում։ Այո, փորձում ենք ամբողջ բժշկական կենտրոնը ներառենք այդ որակի համակարգի մեջ։ Մի բան է միայն լաբորատորիայում, հա, մի բան է ամբողջ բժշկական կենտրոնում, սա շատ պատասխանատու քայլ է։ Բայց արդեն պահանջը դա է, արդեն ժամանակի պահանջը դրանում է, որ պետք է դա ունենաս։ Եթե դա ունենաս, ավելի կհեշտանա աշխատանքները, որովհետև համակարգված կլինի ամեն ինչ։ Հուսանք ինչ որ նախատեսել եք 2026-ին կդառնա իրականություն։ Հուսանք Աստված տլինի իհարկե։ Եվ քանի որ մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, ես կուզենամ ավանդույթի համաձայն, որպես մասնագետ, ձեր կոչը եւ հորդորը հղեք մեր հեռուստադիտողներին եւ ընդհանուր առմամբ ինչ կամենայիք առողջապահության ոլորտում, ինչպիսի բարեփոխում կուզենայիք տեսնել։ Առողջապահության ոլորտում կցանկանամ լինել այն բարեփոխումները, որոնք ի նպաստ են հիվանդի բարեկեցությանը, առողջության վերականգնմանը, որը եւ կատարվում է, կհորդորեի ազգաբնակչությանը ավելի գրագետ վերաբերվել ինքն իր առողջությանը, որովհետեւ մարդու առաջի գայլը ինքը իր առողջության վերականգնում է։ Եթե դու առողջ ես, դու էներգիա ունես, դու կարող ես։ Հակառակ դեպքում արդեն առաջինը էլի առողջությունն է կանգնում։ Պետք է քանի հիվանդ չենք, հետևենք մեզ ոչ հիվանդանանք։ Յուրաքանչյուրս պատասխանատու լինենք նախև առաջ ինքներս մենք։ Իհարկե։ Եվ ուզում եմ շնորհավորել Քալիք նոր տարին, թող 2026 թվականը բերի այն բարիքները, խաղաղությունը, այն լավ բաները, որոնք որ մենք երազել ենք միշտ։ Շնորհակալ ենք շատ, քանի որ արդեն 2026-ին հաշված օրեր են մնացել, ապա ձեր մաղթանքը լրիվ տեղին էր։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Կախուրյանի բժշկական կենտրոնի տնօրեն Միխայել Մկրտչյանին։
Դե ինչ, ականջալուր լինենք բժշկի հորդորներին, թող իրականանան բոլոր նպատակներն ու պլանավորած ծրագրերը եւ ամենակարևորը մնանք առողջ։ Մեդինֆոների եթերում